Իսկ ինչ կասեք այն մասով, որ նույնիսկ մահացած մարդկանց, անուններն են ընտրացուցակներում հայտնվել, այդ մասով քանի դեպք եք արձանագրել։ Քաղաքացիները չգիտեն ինչ անել, ինչու է այդպես լինում, որ մահացածները հայտնվում են իրենց տանը գրանցված։ Տեսեք, մենք բազմաթիվ անգամներ այս իրավիճակը լուսաբանում ենք, պարզաբանում ենք, իհարկե չենք զլանում ամեն անգամ կրկնելու, որ մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում Միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն։ Փոխանցվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։ Որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծվում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա, երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը Սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։ Պարտավորվածություն կա քվեախոսը այնպես ապահովել ու տեղադրել, որպեսզի որևէ կերպով մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը չխախտվի։ Իսկ այս պարագաներում բոլոր իմ կողմից մատնանշված հստակ արձանագրումներով տրված է։ Շարունակենք բովանդակային խախտումներից ունեցել ենք արձանագրված էլի ընտրական իրավունքի գաղտնիության խախտման 2 դեպք, երբ քաղաքացին հրապարակայնորեն ցույց է տվել այն քվեաթերթիկը, որը ընտրում է, դուք գիտեք, դա քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է, անգամ իր ընտրության իրավունքը քաղաքացին իրավունք չունի հրապարակել տեղամասային կենտրոնում, դա որակվում է որպես քարոզչություն։ Ունեցել ենք եւս մեկ դեպք, որը ցույց չի տվել, բայց հրապարակել է, թե որ քաղաքական ուժին է ցանկանում իր քվեն տա։ Ունեցել ենք իրավիճակ, որ քաղաքացին քվեաթերթիկները վերցնելուց հետո հրապարակային դրանք պատռել է, հեռացել է, հետո վերադարձել է տեղամասային կենտրոն, կրկին ցանկություն է հայտնել այնուամենայնիվ իր ընտրական իրավունքը իրականացնել։ Ունեցել ենք դեպքեր, երբ ընտրությունների մասնակցող թեկնածուն նաև վստահված անձ է եղել, արձանագրում ենք կատարել ու հեռացվել։ Քաղաքացիական պայմանագրի ուժի անվանական ավականուն թեկնածուն նաև վստահված անձի բեյջը ունեցել։